Բարև ձեզ արգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում բոլորիդ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք։ Այսօր, քանի որ ելակի սեզոնն է, խոսենք ելակի մասին, ելակը դա այգու առաջին հատապտուղն է, ամենաառաջի հասունացող հատապտուղը եւ գարնան առաջի վիտամինային կոմպլեքսը։ Ելակը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, B եւ կարոտին, որը նախավիտամին A-ն է։ Ելակը պարունակում է նաեւ մեծ քանակությամբ երկաթ, որի համար այն շատ օգտակար է երկաթ դեֆիցիտային սակավարյունության ժամանակ։ Ունի միզամուղ, լեղամուղ, քարամուղ, հակաբորբոքային, հակամանրեային ազդեցություն, որի շնորհիվ այն օգտագործվում է երիկամների միզապարկի հիվանդությունների ժամանակ, միզապարկից եւ երիկամներից հեռացնում է մանր քարերը, ինչպես նաեւ լեղապարկից, հակաբորբոքիչ հատկության շնորհիվ այն շատ կարևոր նշանակություն ունի ստամոքսի աղիքների լորձաթաղանթի, լյարդի ենթաստամոքսային գեղձի բորբոքումների համար, հակամանրեային հատկության շնորհիվ այն արդյունավետ է եւ օգտագործում են մաշկային հիվանդությունների ժամանակ, հատկապես թաց, թարախային էկզեմաների ժամանակ, ելակի այդ շփոթով դնում են վիրակապներ եւ ստացվում է բավական լավ արդյունք։ Իջացնում է այրան ճնշումը, կարգավորում է նյութափոխանակությունը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, օրգանիզմին երիտասարդացնում է, ունի հակաօքսիդանտ հզոր հատկություն, որի համար այն ցուցված է ինչպես օրգանիզմի ազատ ռադիկալների, որոնք հայկայում են բջիջները, այնպես էլ քաղցկեղային բջիջների աճը դանդաղեցնելու եւ մասամբ նրանց ոչնչացնելու համար։ Հարգելի բարեկամներ, այս բոլոր լավ հատկությունների շնորհիվ ելակը կարելի է անսահմանափակ ուտել կամ խմել նրա հյութը, սակայն ելակը ունի հզոր ալերգիկ հատկություն, այն շատ ալերգիկ է եւ հակացուցված է ալերգիկ հիվանդներին, սակայն խիստ սահմանափակումը այսպես դնել չի կարելի, ալերգիկ հիվանդները այն կարող են օգտագործել կաթնաթթուների հետ, որոնցից են մածունը, յոգուրտը եւ թթված սերը, կարող եք խառնել դրանց հետ եւ օգտագործել։ Տամ ձեզ մի խորհուրդ, ինչքան ելակը մեծ է, այնքան նրա մեջ կան քիմիական տարրեր, պարարտանյութեր, ինչքան փոքր է, այնքան նրա օգտակար հատկությունները ավելի շատ են, այնպես որ ձգտել մեծ ելակներ առնելը դա օգտակար չէ։ Հարգելի բարեկամներ, ելակի մասին այսօր այսքանը, առողջություն եմ ցանկանում նորից, կարող եք օգտվել այդ հրաշալի հատապտուղից, եթե կունենաք հարցեր կարող եք դիմել, իսկ տեղեկատվության եւ բուժման համար գալիս եք Պուշկինի 38, ցտեսություն, միշտ նոր հանդիպում, այդ բոլորը գրված են իմ գրքերում։